Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին, Summit Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի պրոդյուսեր, Սարել մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովային, փառատոնի միջազգային պրոդյուսեր Հայկ Վարդանյանին, փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովային, իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սարան Ալբանդյանը մի փոքր մեզ կմիանա ուշ։ Մենք այսօր խոսելու ենք Summit Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի մասին։ Մեր բանախոսները կներկայացնեն մանրամասներ, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալություն։ Եթե թույլ տաք, սա հիանալի առիթ է, որովհետեւ մենք խոսենք ոչ միայն ժամանակակից պարի մասին, այլ ընդհանրապես պարարվեստի մասին մեր երկրում։ Ինչպես գիտեք, մենք ունենք երկար ավանդույթ պարարվեստի, պարի, նախ սկսեմ ժողովրդական, ազգագրական պարարվեստից, որը դարեր ի վեր, հազարամյակներ ի վեր շարունակվում է եւ փոխանցվում է սերնդեսերունդ եւ հասել է այսօր մեզ։ Մենք ունենք հիանալի կենտրոն, ազգային կենտրոն, որը իր մեջ պարունակում են մի քանի խմբեր, այդ թվում ազգային, այդ թվում ազգային բալետային խմբեր, երգի եւ նվագարանների խմբեր եւ այլն։ Ունենք արդեն մեկ դար մեր օպերան եւ բալետի ուրեմն թատրոնը, որը որ հիանալի ներկայացումներ է տանում եւ գործում է ակադեմիական դասական ուրեմն բալետային ոճի մեջ։ Ունենք բազմաթիվ խմբեր եւ զարգացած է եւ ըստ ոլորտի տվյալների մենք ունենք հարյուրավոր խմբեր, որոնք ժամանակակից, ժողովրդական կամ թեկուզ դասական ոճի մեջ ուրեմն երեխաների, պատանիների եւ մեծերի էլ ընդգրկվածությամբ գործում են եւ զարգացնում են։ Ունենք մի ոլորտ, որը աշխարհում արդեն իսկ սկսել է տասնամյակներ ի վեր, մենք բնականաբար միացած ենք աշխարհին, բնականաբար ունենք այդ հնարավորությունները, ունենք այդ տվյալները եւ ռեսուրսները անգամ ունենք, որպեսզի մենք էլ զարգացնենք։ Ես խոսում եմ ժամանակակից պարի մասին, մեր սիրելի Վալերիան կբացատրի, թե ինչ է ժամանակակից պար, ուրեմն եզրույթը, քանի որ պետք չէ շփոթել մոդեռն ջազի կամ հիփ-հոփի կամ ասենք ուրիշ էլեկտրոնային երաժշտության պարերի հետ, դրանք են ժամանակակից, բայց մեր ասված ժամանակակից պարը դա ակադեմիական պարի շարունակական զարգացում ստացած պարարվեստն է։ Շատ հիանալի ուրեմն ձեռքբերումներ ենք արձանագրել վերջին տարիների ընթացքում, քանի որ ինչպես գիտեք, Թատերարվեստի ինստիտուտում բարև ձեզ Տիկին Ալբանդյան, միանգամից կողջունենք Տիկին Ալբանդյանի գալը, արդեն իսկ տարիներ ի վեր գործում է այդ դասարանը, որտեղ դասավանդվում է եւ ստեղծվել է խումբ ժամանակակից պարի, ավելի մանրամասնորեն կթողնեմ մեր գործընկերները ձեզ տեղեկացնեն։ Պարարվեստի քոլեջում նույնպես նկատում ենք շատ լավ ակտիվություն այդ առումով։ Ես մի քանի ամիս առաջ օպերայի բեմում տեսանք, մենք բոլորս տեսանք հիանալի մի ներկայացում եւ իրենց պարարվեստի քոլեջի սրահում էլ տեսանք հիանալի ներկայացում արդեն մի 20-30-40 ուսանողների կատարմամբ, այսինքն զարգանում են, ունենք էլի խմբեր։ Բայց որպեսզի ավելի զարգացնենք, մեզ համար շատ կարևոր է ունենալ կապը ու օրգանիկ կապը արտասահմանյան երկրների, արտասահմանյան խմբերի, պարուսույցների, ուրեմն եւ հետաքրքիր կոմպանիների հետ, ներողություն անգլերենով ասեմ, որոնք որ գործում են հենց այս ասպարեզում եւ որոնք ստեղծագործական մեծ ներուժ են ներկայացնում իրենց երկրներում եւ աշխարհում։ Պարբերաբար մենք անում ենք ուրեմն միացյալ համաարտադրություններ, օրինակ կարող եմ հիշել Փարաջանյան տարվա ընթացքում մենք ֆրանսիական Անժելին Պրեժլոկաժ ժամանակակից ուրեմն պարարվեստում գործող հիանալի մի խումբեր, որի հետ արեցինք եւ մեր բարեկամություն խումբն էր, արեցինք Մուրադ Մերզուկի հետ էլի Փարաջանյան տարվա շրջանակներում հիանալի մի ներկայացում նռանկույնը եւ ժամանակակից Քոչարի ուրեմն հոբելյանական տարվան նվիրված նույնպես մի խոսքով անընդհատ առիթներ են գտնում, որպեսզի արտասահմանյան երկրների լավագույն խմբերի հետ աշխատենք եւ ունենք 5 տարի ի վեր ունենք Summit փառատոնը, որը հենց այս մեր հիմնական
հարթակն է, որտեղ մենք հրավիրում ենք միջազգային ուրեմն գործընկերներին իրականացնելու, ցույց տալու եւ խոսենք դրա մասին ավելի մանրամասն սովորեցնելու, փոխանակելու ուրեմն մեր պարարվեստը իրենց առաջարկածի հետ, խոսքով հիանալի հարթակ։ Այստեղ պետք է ասեմ այս տարի ավանդական երկրներից բացի, այսինքն ավանդական նկատի ունեմ եվրոպական կամ ամերիկյան երկրներից բացի, այս տարի ունենք Ճապոնիա, ունենք Կորեա, ունենք Ղազախստան, որոնք որ երբևիցե չեմ հիշում, որ ասենք Ճապոնիայից կամ Կորեայից խմբեր հյուրընկալած լինենք Հայաստանում, եւ սա նշանակում է, որ նաեւ ուրեմն բացում ենք ու լայնացնում ենք աշխարհագրությունը մեր համագործակցությունների աշխարհի վրա, ինչը շատ հիանալի ուրեմն նորություն է։ Պիտի ասեմ, որ պարարվեստը որպես ոլորտ, որպես հիմնական ոլորտներից մեկը պետական մշակութային քաղաքականության օրակարգում է միշտ, եթե կհիշեք այս տարի առաջին անգամ այդ ֆորմատով, բայց շատ երկար տարիներ ապտեսված օր էր, Պարի միջազգային օրը, եւ մենք քոչարիով, մեր ավանդական քոչարիով նշեցինք եւ կամք ու ցանկություն, մեծ ցանկություն կա, որ լինի շարունակական եւ ամեն տարի եւ հատուկ որոշել ենք, որ պետք է դրսում նշենք, որպեսզի բոլորը անցնողները, տատիկները, պապիկները, երեխաները բոլորը միանան մեզ հետ քոչարի բարեն, հաջորդ անգամ ավելի մեծ կնշենք, քանի որ այս տարի բոլոր արձագանքները դրական եղան։ Մի խոսքով ուզում եմ հավաստիացնել մեր գործընկերներին եւ մեր հասարակությանը, որ պարարվեստը որպես այդպիսին պարարվեստի բոլոր ճյուղերը բնականաբար մեր օրակարգում են եւ ամեն ուրեմն ձևերով ուզում ենք աջակցել, օժանդակել, որպեսզի զարգացնենք այս ոլորտը։ Ես երևի մի երկու խոսքով ավելացնեմ ձեր ասածներին եւ սկսեմ դրանից, որ այո, 5-րդ տարին է իրականացվում փառատոնը եւ իրականացվում է հենց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Եվ կպնելով այդ ձեր այդ ասացվածքին, որ մենք ունենք մեր ազգայինը, մենք ունենք շատ խոր արմատներ պարարվեստում, ինչ ենք մենք ուզում ասենք եւ ապացուցենք աշխարհին մեր փառատոնը իրականացնելով։ Մենք ուզում ենք ազգայինը դրսևորել ժամանակակիցի մեջ եւ ուզում ենք որպիսի ազգային պարերը դառնան ժամանակին կից, այսինքն ավելի ժամանակակից։ Դա եւս մի խնդիրն է, որը որ մենք փորձում ենք լուծել եւ երևի թե ստացվում է, որովհետեւ մեր փառատոնը ունի մեկ ամբողջական օր, որը որ հատկացված է ազգային ժամանակակից պարին, այն կոչվում է Armenian Showcase, հայկական պարարվեստի ծրագիր, եւ այս 4 տարվա ընթացքում Armenian Showcase-ում հայկական պարադիտմանը մասնակցել է 28 հայ պարուսույց։ Այս տարի եւս 10 պարուսույց է ավելանում, ես արդեն չթվարկեմ պարողների քանակը, որտեվ չենք հաշվել, ասենց ասենք, շատ են։ Դա ինչ վերաբերվում է ազգայինին։ Եվ իհարկե էլի դուք ճիշտ եք, պարոն Դանիելյան, մենք փորձում ենք մեր ազգայինը, մեր ժամանակակից պարը ներկայացնել աշխարհին, ինչպես փառատոնին հրավիրվում են տարբեր երկրներից պրոդյուսերներ եւ իրանք տեսնելով եւ նամանավանդ դիտարկելով այդ մեր Armenian Showcase-ի մասնակիցների աշխատանքները, իրանք ընտրում են այն գործերը, որոնք կուզենային ներկայացնեին իրենց փառատոններին, իրենց մոտ։ Ավելացնեմ, որ այս տարի օգոստոսի 23-ին մեր ամենալավ, ասենց ասենք, գործընկերների Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնում, որը որ անցկացվելու է 27-րդ անգամ, մենք ունենալու ենք առանձին մեկ օր հենց Summit միջազգային փառատոնի օրն է լինելու, որտեղ ներկայացվելու են մեր հայ պարողները, որտեղ լինելու է համաշխարհային պրեմիերան, երևի Լեռան ավելի լավ կպատմի, որովհետև գործը հենց ինքն է բեմադրում, դա լինելու է
կենթանի կատարմամբ Գյումրից ռոք խմբի, Ռոզենտալ ռոք խմբի կատարման ներքո մեր պարային ներկայացումը լինելու է на новой сцене Александринского театра, правильно ли? Շատ հեղինակավոր բեմերից մեկում Սանկտ Պետերբուրգում եւ երևի եւս ձեր թույլտվությամբ ավելացնեմ, որ այո 5-րդ տարին մեզ նախարարությունը աջակցում է, բայց այս տարի մենք եւս մեկ աջակից ունենք եւ շնորհակալ ենք քաղաքապետարանն, Երևանի քաղաքապետարանն միացել մեր փառատոնին։ Եվ փոխանցեմ ձեզ խոսք։ Քանի որ միջազգային փառատոնի հետ գործ ունենք, շատ համառոտ ներկայացնենք միջազգային ներգրավվածությունը այս տարվա փառատոնին, որը տարեստարին լայնվում է։ Ինչպես պարոն Դանիելյանը նշեց, ավանդական եվրոպական մասնակցությանը նախորդ տարիներին արդեն ամերիկյան թևը միացավ, այս տարի հասանք հեռավոր արևելք։ Եվ միանգամից առիթ ունեցանք Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի շատ կարևոր պարուսույցների ներգրավել փառատոնին։ Նրանցից հարավկորեացի Սուջոն Քիմը նույնիսկ իր բեմադրությամբ պիտի մասնակցեր միայն, այսինքն իր բեմադրությամբ ներկայացումը պիտի Պետերբուրգյան կանոն դանսը բարեր, բայց նա որոշեց նաև անձամբ ներկայանալ իր մենապարով Քոհերենսիայով, որը կներկայացվի գալա համերգի շրջանակներում։ Գալով պարոն Դանիելյանի ասած ավանդական թևին, տեսեք ինչ է ստացվում։ Մեր հրավիրած ժամանակակից բարի ընկերությունները եւ բեմադրողները մեզ հատկապես զարվածնում եւ գրավում են այն փաստով, որ իրենց ամբողջ արվեստը հենված է շատ խորքային, ավանդական եւ ազգային արժեքների վրա եւ ավանդույթների եւ կացուրականը ճապոնացի շատ հայտնի պարուսույց եւ բուտո թատրոնի ամենատարեց ներկայացուցիչ, ով արդեն Երևանում է եւ իր աշխատարաններն է անցկացնում, վառ վկայությունն է նրա, թե ինչպես է ինքը ժամանակին վերլուծելով ամբողջ, այսպես ասած, դաշտը փորձել ստեղծել նոր արվեստ, հենվելով հենց ավանդականի վրա։ Եվ խոսքը ոչ միայն ավանդական երաժշտության մասին է, այլ նաև ավանդական պարերի, ավանդական այլ էլեմենտների։ Մենք իհարկե ձգտում ենք դրան, որպեսզի հայկական ժամանակակից պարը ունենա իր դիմագիծը եւ արդեն հանդիսատեսի համար պարզ լինի այդ պարը որտեղից է գալիս։ Գալով ծրագրին մենք իհարկե ունենք առանձնացված երեկոներ, որոնք տարբեր երկրների թևն են ներկայացնում։ Հունիսի 26-ին փառատոնի գլխավոր գործընկերներից եւ գլխավոր հարթակ հանդիսացող թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հարթակում կներկայացվի հենց կացուրականի աշխատարանի հիմնական արդյունքը, վերջնարդյունքը, այսինքն կունենանք ճապոնական երեկո, հունիսի 27-ին կլինի ֆրանսիական երեկոն, որը եւս բարդ նախապատրաստական ընթացք ունեցավ, ապրիլ ամսին Հայաստանից պարողներ եւ Վալերիա Կասպարովան բեմադրող մեկնեցին Փարիզ ակց ժամանակակից Պարիմիջազգային ակադեմիայի հետ ստեղծելու համատեղ ներկայացում, կես ժամանոց ծավալուն աշխատանք է, որը Փարիզում ներկայացվելուց հետո արդեն կներկայացվի հունիսի 27-ին ֆրանսիական երեկոյի շրջանակներում։ Հունիսի 28-ը մեզ համար կարևորագույն երեկոն, կարծում եմ, որտեղ փառատոնի նպատակը հենց հայ պարուսույցների համար կարևոր հարթակ հանդիսանալն է, ամբողջությամբ նվիրված է հայկական պարադիտմանը։ Հունիսի 29-ին մենք ունենք շատ գեղեցիկ ծրագրեր Գյումրի քաղաքում, թե վարպետաց դասերի, թե պերֆորմանսների տեսքով, եւ այդ օրը կարելի ասել բացում ենք նաեւ փառատոնի նոր ծրագրերից մեկը, Summit for Kids, Summit-ը երեխաների համար, որի մասին քիչ անց նաեւ Վալերիա Կասպարովան մեզ կպատմի, դա իր նպատակն էր փառատոնի, կարելի ասել հիմնադրման օրերից, որպեսզի ունենանք պատանեկան ծրագրերը, թե հանդիսատեսին, նոր հանդիսատես ներգրավելու կրթելու առումով, թե փակագծերը կբացի Վալերիան, եւ գալով մեր փառատոնի գալային, որը 5-րդ հոբելյանական փառատոնի կարելի է ասել մինչ այս ունեցած ամենածավալուն երեկոն է լինելու, քանի որ արդեն հավակնել ենք շատ ավելի մեծ հարթակ վերցնելուն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը, որտեղ հարավկորեացի Սուջոն Քիմի բեմադրության կանոն դանսի կատարման կմիանա Լիլիթ Հակոբյանը,
մի շատ հայտնի անուն ժամանակակից բարի միջազգային ասպարեզում մեր եզակի կին պարուհիներից մեկը, ով եվրոպական բեմերը վաղուց նվաճել է, ով այս տարի կարելի ասել ամփոփում է իր մենապարուհու կարիերան եւ իրեն արդեն հանձնելու է միայն բեմադրական ընթացքին։ Լիլիթ Հակոբյանը մեծ պատիվ է իհարկե մեզ իրեն հյուրընկալել փառատոնին, թե իբրև պարուհի, ով կներկայացնի գերմանացի աշխարհահռչակ բեմադրող Մարկո Գյոկեի ներկայացումը, մենապարը, եւ թե իր բեմադրած անգթություն ներկայացումը կդիտենք Սանկտ Պետերբուրգի կանոն դասի։ Երևի ստեղ Հայկ Գայլյան ավելացնել, երևի դու ավելացնես եւ ասես, որ հենց այդ բեմադրությունը կայացել էր հենց սամիթի շնորհիվ։ Այո, այս խաչմերուկը կայացել էր հենց սամիթ առաջին փառատոնի շրջանակներում եւ Լիլիթ Հակոբյանի ձեռագիրը նկատեց Պետերբուրգյան կանոն դասը եւ կայացավ այդ համագործակցությունը, արդյունքը նախորդ տարի արդեն բեմ բարձրացավ Հայաստանում եւ այսպես շարունակաբար առաջ է գնում։ Փառատոնը ամփոփվելու է հուլիսի 1-ին մեր Մկրտչյանի անթատրոնում պատանեկան ծրագրով պրոֆեսիոնալ բարային տրուպայի կրկին Պետերբուրգյան, որին միանալու է հայաստանյան պատանեկան մի շատ սիրուն թատերախումբ, որը այս տարի շատ ծավալուն մի աշխատանք իրականացրեց Վալերիա Կասպարովայի գլխավորությամբ, բույնը ներկայացման մասին է խոսքը, որը արդեն ներկայացել է Գյումրու դրամատիկական թատրոնի եւ Վանաձորի դրամատիկական թատրոնների բեմերում, այսպիսով Երևանյան հանգրվանը մենք կդիտենք փառատոնի փակման ներկայացման շրջանակներում եւ այդ միջազգային համագործակցության կոնտեքստում։ Խոսքը հավանաբար արդեն ժամանակն է փոխանցել Վալերիա Կասպարովային Summit for Kids-ի փակագծերը բացելու եւ այլ այն ինչ որ բաց թողեցի առավել եւս։ Համեցեք։ Շատ շնորհակալ եմ Հայկ ջան, հրաշալի ներկայացրեցիր մեր ծրագիրը։ Ես կուզենայի մի երկու մեր իրիկունների վրա իմ ուշադրությունը շատ սրացնեի։ Նախորդ ես ներողություն եմ խնդրում, եթե ես հանգարց ինչ-որ մի հայերենով սխալ ձևակերպելու եմ խոսքերը, բայց աշխատում եմ մաքուր հայերեն խոսամ։ Դուք հիանալի եք։ Շնորհակալ եմ։ Հիմա ես կուզենայի, քանի որ մենք սկսեցինք խոսալ հենց մանկան պատանի հանդեսատեսի համար մեր նոր ծրագրի մասին, կուզենայի նշեի, որ ամենակարևորը մեր փառատոնի նպատակը հենց քրթությունն է։ Այսինքն մեր առաջին քայլերից մեկն է եղել է լրիվ ձերի մաստեր կլասները, որը կարող են մասնակցել ոչ թե մենակ մասնագետներ, այլ նաև այն մարդիկ, ովքեր պրոստը շատ են հավանում բարել եւ ուզում են զարգացնեն, ու դրա պատճառով մեր մոտ գալիս էին լիքը հենց Պարարվեստի քոլեջի ուսանողները, գալիս էին նաև արդեն օպերայի եւ բալետի թատրոնի պարողները, ովքեր արդեն մասնագիտացված կայացրած են եւ այլները, եւ շատ կարեւոր է, որ այս տարիների ընթացքում մեր աուդիտորիան իրականում շատ զարգացավ ու իրանց գիտելիքները իրոք արդեն սկսում են ինչ-որ մի էսենց եզրակիցներից դուրս գալ։ Օրինակի համար այս տարի Armenian Showcase-ի վաղ մեր մոտ արդեն իսկ հայ բեմադրողները սկսում են site-specific ոճի մեջ օգտագործել իրանց ուժերը եւ ներկայացնել այդպես, որը շատ կարեւոր է, սկսում են էքսպերիմենտներ անել ու արդեն ոնց որ մեր գլխավոր նպատակը հենց հաճմերուկ ստեղծելն է, որտեղ ոչ թե մենակ արտասահմանցից գալու են եւ ցույց են տալու ինչ-որ մի որակ, այլ նաեւ մենք ենք ցույց տալու մեր որակը, որ մենք կարող ենք արդեն առաջարկենք մյուս պարատոններին, արտասահմանյան պարատոններին, որ վերջապես մեր երկիրը ճանաչվի ոչ թե իր լավագույն պարողներով, այլ կամպանիաներում, այլ նաեւ իր ներսի արվեստով եւ իր ներսի ներկայացումներով, բեմադրողներով, պարողներով։ Կուզենայի նաև նշեի, որ մի քիչ առաջ խոսում էինք, թե ինչն է ժամանակակից բառը։ Ես շատ շփվող մարդ եմ ու երբ որ նստում եմ ցանկացած մեքենայի մեջ, որովհետեւ անընդհատ հարցնում են թե ինչով ես զբաղվում ու մի ժամ թեվում է խոսակցությունը, թե ինչով եմ ես վերջը զբաղվում։ Հիմա ո՞րն է ժամանակակից բառը։ Ամենակարևորը հասկանալ, ոնց Էրնան արդեն նշեց մի քիչ շուտ, որ սա ժամանակին քիչ արվեստն է։
Ի սկզբանե դրա հիմունքները ստեղծել է բնականաբար բոլորը լսել են Այսիդորո Դունկանի մասին, բայց իր առաջին քայլը ավելի շատ հենց դեպի ազատությունն է եղել, որը շատ կարևոր էր, ու իր հետ մի նույն ժամանակ եւս երկու կին փորձում են այդ ամեն ինչը զարգացնել եւ իրականում եթե մենք մի քիչ խորանանք պատմության մեջ, սա ամեն ինչ ֆեմինիստական սկզբունքներ ունի նաեւ, այսինքն որ կինը կարողանա թեկուզ բեմի վրա իրան շատ ազատ եւ ճիշտ ձևի դրսեւորի եւ հետո քանի որ դրա ժամանակ ավելի շատ բալետներ զարգանում բնականաբար մոդեռն բառը խնդրում եմ արդեն ժամանակն է որ մենք էլի չխառնենք մոդեռն եւ ժամանակակից բառը որովհետեւ մոդեռնը արդեն եղել է վերջացել է սա կոնկրետ բառային էրա է եղել որի նպատակը եղել է բալետային կանոնները ջարդել բալետային կանոններից դուրս գալը բայց մոդեռնը շատ վիզուալ ավելի շատ նման է բալետին այսինքն իրենց sense կամած սկսեցին այդ ամեն ինչը ձևափոխել դրանից հետո եղել է նաև պոստմոդեռնը որի մասին ոչ մեկ չի խոսում որի նպատակը եղել է մոդեռնի կանոնները ջարդել ու այսինքն հերթական հիմա մենք ապրում ենք ժամանակակից բարի էպոխայի մեջ որը հետաքրքիր է նրանով որ հիմնական քորիզը այդ ամեն ինչի ինդիվիդուալնեսն է, անձն է եւ դրա համար հիմա մեր ժամանակին հենց այս ոչի տեխնիկաները բազմազան են ու օր-օրի բազմանում են ու ես դաժե թույլ չեմ տա ինձ սկսեմ ասել թե քանի տեխնիկա ունենք որովհետև ամեն մի օր ծնվում է նոր տեխնիկան, նոր մոտեցում, նոր բեմադրող եւ մենք կսպասենք թե վաղը այս աշխարհը մեզ ինչ կտա ժամանակակից բարի առումով նաեւ դրա համար մենք պետք է հիմա մեր ազգայնությունը, մեր ժառանգությունը վեկալենք մեր ձեռների մեջ եւ սկսենք ժամանակակից ձևով մատուցել աշխարհ Օրինակի համար ես որպես բեմադրող ինքս շատ եմ ոգեշնչվում Տիգրան Համասյանի երաժշտությունով եւ երամոտեցումով, որովհետեւ ասենք Եվրոպան հիմա ցնցվում է իր երաժշտությունից, բայց ինքը շատ ճիշտ ձևով ոնց ասեմ, կիսվում է հայկական երաժշտություններով, հիմունքներով, ժառանգությունով Բայց նաև դա դառնում է ավելի հաճելի եւ ընդունելի սովորական ինչ որ մի մարդու ականջի համար, ով դեռ հայկական երաժշտության հետ կապը չի ունեցել կամ չի լսել։ Ես չի ուզենա շատ խորանայի թեորիայի մեջ, մի քիչ պատմեցի մեր ծրագրի մասին հենց Summit for Kids ու հույսով եմ ապագայում դա կունենա իր առանձին զարգանալու process-ը, որովհետև դա շատ կարևոր է ոչ թե մենակ բարողներին պատրաստելը, ոչ թե մենակ բեմադրողներին պատրաստելը, այլ նաև հանդիսատեսը, որովհետև եթե հողը պատրաստ չի, դու չես կարող սեղմ մեջը դնելը, դրա համար պետք է սկզբից ոնց էր այդ հողը պատրաստել եւ մենք շատ ուրախ ենք, որ կարող պատանի հանդիսատեսից արդեն իսկ այս տարի սկսենք, որ իրանք էլ արդեն կսովորեն ընկալեն ժամանակակից բարարվեստը, ոչ թե մենակ բարարվեստ, այլ ընդհանրապես ժամանակակից արվեստը։ Նաեւ ես կուզենայի մի քիչ հետո փոխանցեի խոսքը մեր սիրելի Տիկին Նալբանդյանին, նշելով, որ անձամբ իմ համար շատ կարևոր իրիգունը մեր Summit միջազգային փառատոնի մեջ հենց Parler Français-ն, որը ոչ թե մենակ այդ կոնկրետ փոխանակումը լինելու, ոչ թե մենակ այդ պրոյեկտն է լինելու, այլ նաև մենք ներկայացնելու ենք մի հատ եւս պրոյեկտ, որը իրականացվել է Թատերական ինստիտուտի եւ Summit միջազգային փառատոնի նաև ակց դպրոցի ջանքերով մենք վերջապես այս տարի ունեցել ենք Հայաստանում առաջին բակալավրիատ հենց ժամանակակից բարարվեստին նվիրված, հենց ժամանակակից բարի մասնակցությամբ եւ մեր ավարտողները կստանան ոչ թե մի դիպլոմ, այլ երկու հատ։ Իրանք կստանան մի հատ դիպլոմ Թատերական ինստիտուտի որպես բարարվեստի ռեժիսորներ, նաեւ կստանան կոպիտ ասած պեչատ հաստատում Եվրոպայից, որ իրանք իրոք ժամանակակից բարարվեստի մասնագետներն են եվրոպական մակարդակի։ Եվ դա բացառիկ երևույթ է իմ համար եւ այս նոտայի վրա կուզենայի փոխանցեի խոսքը Տիկին Նալբանդյանին, որը մեզ աջակցում է արդեն քանի տարի եւ նաեւ Armenian Showcase-ի մեջ հենց Թատերականի
ավարտողներն են հիմնականում մասնակցում, որ ցույց տան իր ուժերը եւ շփվեն մեր մասնագետների հետ։ Շնորհակալություն, Վալերիա, իհարկե ինձ համար միշտ մեծ հաճույք է գործ ունենալ Սամիթի հետ եւ հիմա արդեն որպես լիարժեք համագործակիցներ եւ ես կուզեի ճիշտ ասած սկսել ոչ թե կրթականից, այլ այն ազդեցությունից, որը ունի Սամիթ փառատոնը, ես սա որպես ոլորտի մարդ եմ ասում, որպես արվեստի միջավայրից եկող մարդ եմ ասում եւ որպես ամենամեծ, այսպես նվիրալ երևի հանդիսատեսներից այս փառատոնի, նախ իհարկե մեծագույն երջանկություն ապրեցի եւ լսեցի, որ Լիլիթ Հակոբյանն է գալու եւ նորից հնարավորություն կունենանք, եթե նույն ներկայացման մասն է խոսքը նորից դիտելու այդ ներկայացումը, ես թվում է կարելի է դա 10 անգամ, 20 անգամ նայել ու համը մնում է բերանդ, հետո դու անդադ հիշում ես, անդադ վիդեոներ ես փնտրում, փորձում ես ինչ-որ հատվածներով գոնե հիշողությանդ մեջ թարմացնել այդ հրաշալի ներկայացումը եւ առհասարակ երկու բան եմ ուզում Սամիթի հետ կապված շեշտել, դա այն է, որ շատ այսպես գույժ եւ շատ սկրուպուլոզ, եթե կարելի է այդ բառը հայերեն օգտագործել, ընտրություն է կատարվում արտիստների, հրավիրյալ արտիստների եւ գրեթե այս ընթացքում չեն եղել արտիստներ, որոնք չեն ունեցել շատ բարձր արտիստական մակարդակ, հա, եւ դա մի տեսակ հնարավորություն է մեր երկրում տեսնելու այն ամենը, ինչը կատարվում է ամբողջ աշխարհում լավագույն իր դրսևորումներով, եւ երկրորդ ազդեցությունն է, որը փառատոնը շատ կարճ ժամանակահատվածում ունեցավ ամբողջ դաշտում։ Հիմա օրինակ մենք խոսում ենք, որ հետաքրքրությունը մեծացել է ժամանակակից բարի հանդեպ, հա, պարոն Դանիելյան, բայց դրա ակունքները իրոք առանց չափազանցության հենց Սամիթն է եղել փառատոնը։ Հիմա կա հետաքրքրություն այո եւ պարարվեստի ուսումնարանում եւ օպերային թատրոնում եւ անկախ կամպանիաներ կան, որոնք զբաղվում են եւ հետաքրքրվում են ժամանակակից պարով եւ դա խթանվեց հենց Սամիթի շնորհիվ։ Ես դա տեսնում եմ բուհի ներսում ուղղակի հետևելով ուսանողների աշխատանքների տարից տարի ավելանում են հենց contemporary կամ ժամանակակից բարի մեջ աշխատող ուսանողները։ Ոմանք իհարկե աշխատում են մի տեսակ այսպես sense մթության մեջ շոշափելով, որովհետև փորձում են տեսածը տեղափոխել բեմ, ոմանք փորձում են վարպետաց դասերի միջոցով ավելի կատարելագործել իրենց վարպետությունը, ոմանք անցնում են հենց արդեն այս տարվանից արդեն ինստիտուցիոնալ այդ դասընթացները, բայց իհարկե աշխուժությունը մեծ է եւ ես տեսնում եմ, որ ուսանողները ամբողջ տարի սպասում են Սամիթին եւ պատրաստվում են Սամիթին, այսինքն իրենց նույնիսկ դիպլոմայինները, կուրսայինները իրենք այնպես են բեմադրում, որ հետո կարողանան Armenian Showcase-ի ժամանակ ներկայացնել, այնպես որ այստեղ ուղղակի թերագնահատել այն դերը, որը ունի Սամիթ փառատոնը, պարզապես հնարավոր չէ, որովհետև փաստերը իրենք են խոսում։ Եվ կարծում եմ դա է նաև պատճառը, որ նախարարությունը այսքան սիրով եւ ջերմությամբ է վերաբերում այս փառատոնին, քանի որ տեսնում է նաև այս փառատոնի տված արդյունքները եւ պտուղները, հա։ Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, դա նորից սկսվեց Սամիթի սահմաններում, երբ հրավիրյալ մասնագետներից Փարիզի ակց դպրոցի ղեկավարները Պասկալինան եւ Ֆրեդերիկը այստեղ էին գտնվում եւ իրենք ցանկություն հայտնեցին Վալերիայի եւ Էռնայի ու Հայկի իհարկե ուղղորդմամբ ցանկություն հայտնեցին, որ իրենք մեզ մոտ աշխատեն եւ տան այն գործիքակազմը, որը անհրաժեշտ է ժամանակակից բարը ավելի այսպես ճիշտ ներկայացնելու համար։ Եվ այնպես ստացվեց, որ մենք այսօր խոսեցինք հունիս ամիսներ եւ անցյալ տարվա մասին է խոսքը եւ արդեն հոկտեմբերին մենք հայտարարեցինք առաջին ընդունելությունը։ Շատ արագ ստացվեց, երևի թե մարդկանց աուրան էլ այդտեղ կապ ունի, որովհետեւ այստեղ բոլոր հավաքված մարդիկ նաեւ մեր ֆրանսիացի գործընկերները շատ այսպես թեթև մարդիկ են ու մի տեսակ զարմանալի, ուղղակի անսպասելի, այսպես արագությամբ այս ամբողջը իրականացավ
Եվ հիմա արդեն իրենք ունեն ցանկություն շարունակելու համագործակցությունը եւ դարձյալ այս տարի ուզում են նոր ընդունելություն հայտարարել, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան տիրապետելու contemporary բարին այն մակարդակով, որ Եվրոպան է առաջնորդվում։ Իդեպ ասեմ, ԱԿՑ Ֆրանսիայի լավագույն բարային դպրոցներից է, եւ ես դա ասում եմ ոչ թե Ֆրեդերիկի կամ Վալերիայի կամ Էռնայի կամ մեկի ասելով, ես դա ասում եմ հենց ֆրանսիացիների մեր այլ գործընկերներ, երբ լսում են ԱԿՑ-ի մասին ու ասում են իրենք շատ, հատկապես նրանք ովքեր խորեոգրաֆիայի հետ կապ ունեն, ու իրենք ասում են շատ վարկանիշային, շատ բարձր վարկանիշ ունեցող դպրոց են։ Կարծում եմ թերևս այսքանը, շատ սպասում եմ հայկական շոուքեյսին եւ հատկապես Parle Français-ին։ Այստեղ իհարկե ձեր թույլտվությամբ ես կհիշատակեմ մեր մյուս գործընկերոջ անունը, դա Հայաստանում ֆրանսիական ինստիտուտն է, Institut Français, ով ֆինանսավորում է, համաֆինանսավորում է Parle Français, ինչպես նաև համաֆինանսավորում է այս երկակի դիպլոմի հետ կապված մեր դասընթացը եւ ծախսերի մի մասը իրենք վերցնում են իրենց վրա դասախոսներին տանել, բերելու եւ նաեւ ուսանողներին այնտեղ տանելու։ Այնպես է ստացվում, որ մեր ուսանողները այնտեղ են հաճախ լինում եւ պիտի լինեն, որպեսզի կարողանան այդ երկրորդ դիպլոմը ստանալ։ Եվ նաև դասախոսները մեկ կիսամյակի ընթացքում 3 անգամ, մինչև 3 անգամ այցելում են Հայաստան եւ ինտենսիվ առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 6-7-ը աշխատում են այդ ուսանողների հետ, հա։ Եվ իհարկե դա մեզ համար շատ ծանր կլիներ, եթե չլիներ ֆրանսիական ինստիտուտի աջակցությունը։ Եվ ողջունում եմ, ուրախ եմ, անհամբեր սպասում եմ այս ամբողջը դիտելու։ Պարոն Դանիելյան, մի հարց ձեզ, մշակութային իրադարձությունների քարտեզում բարային փառատոների դերի մասին պիտի խնդրեմ խոսել, եւ ինձ հետաքրքիր է մարզերի բնակչությանը այդ բարային իրադարձությունների փառատոների մասնակից դարձնելու տեսանկյունից ինչ քայլեր եք ձեռնել։ Շնորհակալություն հարցի համար, քանի որ պատրաստում եի խոսել ընդհանրապես դրամաշնորհային մեր ծրագրերից, հպացիկ, որը կպատասխանի ձեր հարցին, կարծում եմ, Սամիթը նույնպես ֆինանսավորվել է դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում եւ մեզ հաճախ հարցնում են, թե որոնք են այն չափորոշիչները, որոնցով որոշվում է, թե որը միջոցառումը, որ ծրագիրը կարող է ֆինանսավորել պետության կողմից։ Բնականաբար ամեն ոլորտի միջոցառումները ունեն իրենց հատուկ եւ թիրախային չափորոշիչները, բայց բոլոր ոլորտներում ունեն մի քանի շատ կարեւորագույն եւ առաջնահերթային, ուրեմն չափորոշիչի կետեր։ Տեսեք, խոսեցինք մարզայինից, բոլոր մեր նախարարության ուրեմն ֆինանսավորված ծրագրերը ունեն մարզային բաղադրիչ կամ իրականում են ամբողջությամբ մարզում կամ ունեն որոշակի օրեր, որոշակի միջոցառումներ մարզում։ Դա ուրեմն Սամիթը տեսնում եք, ուրեմն ունենք Գյումրիում ունենք միջոցառում, որը շատ կարևոր է մեզ համար, որովհետև երկու բանի համար։ Նախ դա մշակույթի ապակենտրոնացումը, որպեսզի տեղի ունենա իրապես առարկայական տեղի ունենա, այսինքն մեր մարզերը նույնպես ակտիվանան եւ ունենան լավագույն միջոցառումներ, այն ինչ որ կարող ենք Երևանում տեսնել եւ բնականաբար մարզի մեր այդ հիանալի երիտասարդությունը, որ ունենք, նախաձեռնող, ակտիվ, энտուզիաստ երիտասարդներ ունենք, նրանք նույնպես մասնակցեն սրան։ Խոսելով երիտասարդներից, երկրորդ մեր չափորոշիչը ամենակարևոր դա կրթային, մշակութային կրթության բաղադրիչն է։ Այստեղ մենք ամեն միջոցառման մեջ տեսնում ենք այդ բաղադրիչը, որը մենք 5-ս էլ խոսեցինք այդ կրթական բաղադրիչի մասին, այսինքն սա չի արվում, որ ասենք փառատոն ենք անում միջազգային գեղեցիկ միջոցառումներով, այլ մենք կրթում ենք։ Այստեղ գալիս ենք ավելի խորքային կետին, որը որ ուրեմն կառավարության եւ այսօրվա մեր երկրի առաջնային կետերից է, դա մարդկային կապիտալի զարգացումն է։ Մեր ռեսուրսների զարգացման եւ ուրեմն ամրապնդման մասին ենք խոսում։ Եվ վերջապես երիտասարդության մասին խոսելիս նաև չմոռանանք ստեղծագործական ներուժի վերարտադրման մասին։ Այստեղ նորից ծրագրերի մեծ մասը խոսում են դրա մասին, այսինքն մենք
ստեղծում ենք մի բան, թողում ենք մի բան, արեցինք փառատոն, ինչ մնաց փառատոնից չափելի է։ Մենք կունենանք արված ուրեմն համարներ, կունենանք հանդիսատես, որ ինչ-որ կունենանք երիտասարդներ, որ կշարունակեն այդ գործը։ Եվ առարկայացված է դա, տեսնում եք Թատերական ինստիտուտում շարունակական ծրագրեր լինում, ես նշեցի նաև ուրեմն Պարարվեստի պետական քոլեջի մասին եւ այն խմբերը, այն ուրեմն մասնագետները եւ անհատները, որ կմասնակցեն այս միջոցառմանը, միանգամից ուրեմն, այսինքն եւ վերադառնալով ձեր հարցին, կներեք մի քիչ երկար ստացվեց, բայց ընդհանուր դաշտը պիտի նկարագրեի, վերադառնալով ձեր հարցին, կլինի դա պարային, կլինի դա երաշտարվեստի կամ, ասենք թատերական, դա կապված է մնաց ամբողջ ոլորտի հետ։ Դա մի կառույց է, մշակույթի մի կառույց է, որտեղ արվեստները ունեն, արվեստները սյուներն են։ Եթե մի սյունը մի քիչ թույլ լինի, բնականաբար մեր ամբողջ կառույցը ուժեղ չի լինի։ Շատ կարևոր են բոլոր ոլորտները եւ դա այս տարի մենք ամրագրեցինք, եթե հիշում եք մշակութային հիմունքների մասին, հիմունքների օրենքում համաչափ բոլոր ոլորտների համաչափ զարգացումը այդ կետով։ Շատ լավ։ Գեղարվազովա ինձ հետաքրքիր է այս անգամվա փառատոնը բացի այն, որ աշխարհագրությունն են լայնում, ինչով է այլված տարբերվում նախորդ փառատոններից, եւ եթե կարելի է խնդրեմ ներկայացրեք միջազգային հյուրերից բացի մեր տեղական արտիստների առջև ինչ խնդիր է դրված, նկատի ունեմ ինչ ձեռագիր են ներկայացնելու փառատոնի շրջանակում։ Բացի դրանից, որ մենք, ինչպես ասեցինք, ընդլայնում ենք միջազգային մեր աշխարհագրությունը, այս տարի մենք եւ արդեն խոսվեց դրա մասին, ավելացնում ենք եւս մեկ ծրագիր, դա Summit for Kids-ն է, որը որ նշեց Վալերիան ու պատմեց արդեն ասենց առարկայական Summit-ը երեխաների համար։ Այո, մենք պետք է կրթենք ոչ միայն երեխաներին, ճիշտ ուղղության դնելով իրենց ձգտումը ժամանակակից պարով զբաղվելու իրենց ձգտումը, այլ եւ կրթենք հանդիսատեսին, որովհետեւ մենք իսկապես նկատում ենք, որ հանդիսատեսը միշտ չի, որ պատրաստ է ընկալել այն, ինչ իրեն առաջարկում է ժամանակակից պարը։ Բայց ամեն անգամ այսքան այս 4 տարվա ընթացքում շատ հետաքրքիր էր, երբ որ դուրս գալով դահլիճից հանդիսատեսը մենք լսում ենք ոնց են քննարկում եւ հիմնականը, որ իրար ասում են այսպիսի բան մենք դեռ չենք տեսել։ Դա շատ հաճելի է լսել, շատ հաճելի է ներկայացնել համաշխարհային լավագույն դրսևորումները, նշեմ օրինակի համար, որ Summit փառատոնն էր, որ առաջին անգամ Հայաստան բերեց եւ բեմադրեց հենց այստեղ VR պարը։ Գաֆիշյան դահլիճում, երբ որ մտնում եք եւ դատարկ դահլիճում հագնելով VR ակնոցը, մեկ էլ դահլիճը լցվում էր պարով եւ գեղեցիկ ներկայացումով։ Մենք ենք, որ առաջին անգամ ստեղ ներկայացրեցինք 3D պարը, այսինքն դա Ժիլ Ժոբենի ներկայացումներ, որը որ միանգամից 3 ուղղություններում ներկայացվում էր 3 ուղղություններով, այսինքն հենց Շվեյցարիայում, պարային ստուդիայում պարողները լայվ ռեժիմով պարում էին այդ ամբողջը, հետո կիբերտիրույթում իրանք վերածվում էին ավատարների եւ այդ ավատարները արդեն ներկայացվում էին Հայաստանում էկրանում եւ այդ օրն էլ բոլոր ամբողջ հանդիսատեսը զարմացած ասում էին, որ մենք այդպիսի բան դեռ չենք տեսել։ Ինձ թվում է այս տարի քանի որ ինքը հոբելյանական է, մենք որոշեցինք մի քիչ դաժե մեզ համար ինչ որ sense սլոգան մշակեցինք high five, այսինքն 5-րդն ենք եւ մենք ուզում ենք վերադառնան միգուցե այն ներկայացումները, որոնք արդեն ինչ որ հետք են թողել հանդիսատեսի վրա, որովհետև շատերը կան, որ ասում են մենք չենք տեսել, մենք ուզում ենք տեսնենք, մենք նորից ենք ուզում տեսնենք, ինչպես նշեց Տիկին Նալբանդյանը, օրինակ Լիլիթ Հակոբյանի բեմադրած ներկայացումը, դու մեկ շնչով նայում ես, դու չես պատկերացնում, որ պարը կարող է այդպես գրավիչ լինել, որ դու մոռանաս ինչ է կատարվում աշխարհում։
Այդ պահին դու լիովին ապրում ես նրանով, ինչն է կատարվում բեմում, ոչ թե դահլիճից դուրս։ Իսկ օրինակ եւս մեկ բան հիշեմ, վերհիշեմ եւ դա այն ձև չասեմ, ինչ որ մենք բաներ ենք հորինում, մեր հորինածներից եմ ուզում հիշեմ, երբ որ մենք դսեղում ներկայացնում էինք, այդնից լավ եմ հիշում այդ պահը, եւ նենց հաճելի էր իմ համար, մենք դսեղ տարանք շատ հետաքրքիր սայտ սպეციფიկ ներկայացում, գյուղում, գեղամեջում, արդեն սենց ժամանակակից պար։ Ինչ անենք, դե գումարները միշտ չի, որ հերիքում է ինչ-որ սենց աթոռ վարձել եւ այլ, եւ մենք հնար հորինեցինք, մենք ասեցինք աֆիշաների վրա գրվեց արի քո աթոռով։ Ամբողջ գյուղը իր աթոռներով եկավ այդ ներկայացումը դիտելու ու շատ հաճելի երեկո ստացվեց, այնպես որ մենք ներկայացրել ենք Սամիթը Դսեղում, մենք ներկայացրել ենք Դեբետում, մենք ներկայացրել ենք Աշտարակում, ներկայացրել ենք Գյումրիում եւ շարունակում եք ներկայացնել։ Հույսով եմ կշարունակենք։ Մեկ անգամ ևս խնդրում նշեք մեկնարկի օրը եւ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, ինչպես կարող են մասնակցել, մուտքն ազատ է թե ոչ, տոմսեր ինչպես ձեռք բերել, եթե տոմսեր կան, եւ նրանք, ովքեր որ ուզում են մասնակցել մաստեր կլասներին, ոնց դիմեն ինչ։ Փառատոնը մեկնարկում է արդեն հունիսի 14-ին երեկոյան 19:00-ին Էրիկի Գիթյանի կենտրոնում, այն Սայաթնովայի հատվածից նորաբաց, որտեղ իտալացի բեմադրողի գործ կներկայացվի հանդիսատեսին, մուտքն ազատ է հունիսի 14-ին։ Իհարկե, Summit փառատոնի Facebook-յան եւ Instagram-յան էջերը շատ ակտիվ տարածում են ամենօրյա ռեժիմով նորությունները։ summit.dance.org կայքում կարելի է գտնել փառատոնի մասին լրացուցիչ տեղեկություններ։ Վերաթվարկելով հունիսի 26-ին ճապոնական երեկոյի մուտքն ազատ է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հունիսի 27-ին նույն երեկոյան ժամը 19:00-ին մուտքը արդեն տոմսով է նույն թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դահլիճում, հունիսի 28-ին նույնպես հայկական պարադիտման օրը գալան Սունդուկյան թատրոնում բնականաբար կլինի տոմսով երեկոյան ժամը 19:30-ին եւ ամփոփիչ ներկայացումը հուլիսի 1-ին արդեն պատանեկան ծրագիրը ցերեկը 15:00-ին մեր Մկրտչյանի Աման թատրոնում կներկայացվի նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ Այո, բայց ճշտում անեմ, շատ շնորհակալություն Վանդանյան, որովհետեւ հուլիսի 1-ին իրականացնում է։ Այո, փաստորեն մենք հուլիսի 1-ին լավ է որ այստեղ ես թող տունեմ ձեռքից տակ, զուգահեռ Երևանում եւ Գյումրում են իրադարձությունները լինելու, որովհետեւ հուլիսի 1-ին ժամը 15:00-ին Գյումրու հենց Ավետիք Իսահակյանի թանգարանում է լինելու, սա այդ սպეციფიկ ներկայացում ղազախական դուետի կողմից, դա էլ նորարարական մի բան է, իսկ հուլիսի 1-ի Երևանյան ներկայացումը 13:00-ին է մեր Մկրտչյանի Աման թատրոնում։ Եվ չգիտեմ ինչի, բայց մենք շրջակցել ենք եւս մեկ շատ հետաքրքիր երեկո, այսինքն երեկո չէ, ցերեկն է լինելու, քանի որ եւս կապված է ցերեկո, այո, եւս կապված է երեխաների հետ, Summit for Kids-ի հետ, դա ամսի 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում շատ հետաքրքիր սայտ սպეციფიկ ներկայացում է լինելու, ում բեմադրիչը եւս Լերանն է եւ երևի մի երկու խոսքով ասի, որովհետեւ դա էլ է հոբելյանական, բայց նվիրված է Յոհան Սեբաստիան Բախի հոբելյանին։ Ես արդեն ճիշտ ասած սկսում եմ ինձ անհարմար զգալ, որ որպես բեմադրող հակամ ու կամ։ Այս ներկայացման մասին չեմ ուզում շատ խոսամ, ինքը իրականացվել է հենց Dance for Kids պարատոնի շրջանակներում Ռուսաստանում, ինձ հատուկ հրավիրել են, որ ես նոր գործ բեմադրեմ եւ ես ուզում էի ինչ-որ մի ձև անդրադառնայի երիտասարդների դժվարություններով լի կյանքը, որովհետև ես ունեմ նաև շատ մեծ ընտանիք ինքս ու ունեմ փոքր աղբեր, ում նայելով համիշտ որոշ հարցեր են առաջանում, դե ինչն է իրա գլխում, նաև իմացա, որ այս տարի հոբիլեյը Յոհան Սեբաստիան Բախի 340 տարի է ու հասկացա, որ դա նշան է ու ինչքան վեճնա
Հավերժ։ Ինչքան հավերժ Բախի երաժշտությունը, այդքան էլ հավերժ են երիտասարդների խնդիրները միշտ կային կլինեն եւ փորձեցի իրանց այդ ներքի զգացմունքները ոնց որ թե անդրադառնալով Բիբլիային, թե անդրադառնալով Յոհան Սեբաստիան Բախի կյանքին, թե անդրադառնալով իր անձնական կյանքերին, նաեւ մենք գտել ենք եւ ոգեշնչվել ենք երեխեքի հետ միասին, մի հատ այսպես գրքով, որը ես անասելի թախիցի բարարանը The Dictionary of Obscure Sorrows հիանալի աշխատանքը Ջոն Քյոնիգի ոնց որ իր հորինված գիրքն է, որտեղ մենք բոլորս ունենում ենք ինչ-որ մի sense զգացմունքներ, զգում ենք, բայց բացատրել չենք կարող, բառը չենք գտնում։ Ու այս հրաշալի ստեղծագործը հորինել է նենց բառերը, որը գոյություն չունեն, բայց իրանց բացատրությունը հենց այս զգացմունքն է ու դու միանգամից զգում ես թեթևություն, որ այս բառը կա, ուրեմն ես սաղ եմ, իմ խելքը սաղ է ու բոլորը տենց բան զգում են եւ երիտասարդների մոտ հիմնականում կան sense հասկանալի անասելի զգացմունքները եւ այսպես մենք որոշել ենք նաեւ օգտագործենք հիանալի տարածքը ազգային պատկերասրահի, որը ավելի շատ է ոգեշնչում եւ շատ հիանալի է լինելու հենց Բախի երաժշտության հետ, նաեւ շատ կարեւոր է նշել, որ թե մեր արտասահմանյան, թե մեր ստեղ հյուրերը այս ցերեկոյին իրանք կարող են նաեւ ամբողջ պատկերասրահը ուսումնասիրել եւ տեսնել մեր հայկական եւ ոչ թե մենակ նկար գլուխ գործոցները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։